Ողջունում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր որոշել եմ, որ անպայման պետք է զբաղվեմ իմ նոր մեղուներով։ Արդեն պատրաստություն էի տեսնում։ Մեկ էլ էս հավես բզզոցի վրա տեսնեմ, որ արդեն ձակ խաղ է սկսվել, սիրելի հետևորդներ ջան։ Եկեք մի փոքր վայելենք այս ձակ խաղը։ Հետո արդեն կմիանամ ձեզ ու իմ գործերս կանեմ ու ձեզ էլ մասնակից կդարձնեմ։ Շատ լավ է, շատ ուրախ եմ։ Սա ինձ համար ուղղակի մի հատ երջանիկ պահ է։ Ջան, ախլոր ջան, երջանկությունը թեկուզ եւ աննշան բաների մեջ է։ Արջը ձայնից վրա այնտեղ իր տեղը ցույց է տալի, կապած այնտեղ։ Կապած եմ պահում, որ չկորչի, ընդամենը դրա համար, ինչե որ շատ լավ կսովորի ինձ։ Այս է ինձ սիրելի հետևորդներ ջան, մոտեցնեմ։ Սրանք ձվից նոր դուրս եկած մեղուներն են։ Ու նույնիսկ արդեն աշխատում են, քանի որ ես նկատեցի, որ իրենց տոտիկների վրա ծաղկա փոշի են բերում։ Բայց այստեղ ես ուզում եմ այս մեծացնել, բացել այստեղ, նման դեպքերում մեղուն չի կծում, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով երբ որ մյուս մեղուներս էի ցույց տալի, ասել են, որ ձակ խաղի ժամանակ մեղուները չեն հարձակվում և չեն կծում, հիմա իմ մեղուների խմբի մեջ եմ մտնում և մյուս կողմը նույնպես ուզում եմ բացել։ Տեսակ դուրս են գալի, որպեսզի իրենց տարածքը ավելի լայն լինի, այսպես, և իմ մեղուները լավ իրենց ձակ խաղը կատարեն։ Ինչի ենք ասում ձակ խաղ, քանի որ սիրելի հետևորդներ ջան, իսկապես խաղում են, երգում են, այս ձայնը, որ լսում եք, մեղուների բզզոցը, սա հենց այնպես չի։ Մեղուն միշտ երգելով է աշխատում, միշտ ուրախ սրտով է աշխատում։ Դա գիտականորեն ապացուցված է։ Հիմա էլ ես փաստացի ձեզ եմ ներկայացնում, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ամեն վայրկյան սիրտս թրթռում է ուրախությունից։ Կուզեք մի փոքր լռեմ, որպեսզի ավելի այս հանգստացնող ձայնը նաև ձեզ հասնի և դուք էլ ձեզ հանգիստ զգաք։ Ես այստեղ նստեցի գետնին անմիջապես։ Եղանակը հրաշալի, երկինքը կապույտ, օրը տաք։ Ընդհանրապես, երբ որ ձակ խաղ է սկսվում, դա տևում է 15-ից 20 րոպե, հետո հանդարտվում են, հավաքվում են փեթակի մեջ և ուշադիր լսում թաքուհու հրամաններին։ Սիրելիներս, ես երբ որ մեղուն գնացել էի գնելու, այնտեղ ասեցի, չէ, ինչ տնենք անունը, հետո ասեցի նաշխուն կասեմ, բայց չեմ ուզում նաշխուն ասել, ուզում եմ ասել թաքուհի, որովհետև թաքուհի անունը առանձնահատուկ անուն է համարվում։ Հիմա այսպիսով իմ նոր գնաց մեղվի մայրը կնքում ենք թաքուհի անունը։ Իսկ հիմա վեր կենամ և պատրաստությունները շարունակեմ, ծուխը վառեմ, հետո գամ աշխատելու ձեր հետ միասին և իհարկե մեղուների գլխավորությամբ։ Ես եկա, սիրելի հետևորդներ ջան, մեղուներիս ձակ խաղը ավարտվել է, հանգստացել են ու անցել են աշխատանքի։ Այս մեղուների ծուխը ստեղծելու համար փուքսն է, որի մեջ
սենց մանր փայտեր ենք լցնում, որպեսզի թանձր ծուխ առաջանա։ Այս փայտերը պետք է լինեն շատ հնացած փայտեր, որ ծուխը շատ լավ լինի, այսինքն փշրվող փետեր։ Մենք սրան ասում ենք փթրակ, այսինքն կիսափթած փայտ։ Իհարկե, որ թաց լինի, չի վառվի, պետք է անպայման այդ փթրակը նաև մի քիչ չորը լի։ Ասեն, որ շատ շոգ է, ամառվա պես շոգ է։ Բայց ինձ թվում է իմ արջը իր այդ ծմրոցներով մեզ կխանգարի, դրա համար մի հատ ստեղ ծուխը ստեղծեմ մի քիչ, հետո գնամ իրան էլ բերեմ մեր մոտ։ Ընդհանրապես ինքը այդ վարքը չունի, խելոք է, բայց հենց որ ինձ տեսնում է կամ իմ ձայնը լսում է, արդեն սկսում է բողոքի գիրքը բացել։ Ահա, այս ծուխը արդեն կսկսվի։ Ես էլ գնամ իմ փոքր քոթոչանը բերեմ։ Մենք եկանք, սիրել հետևորդներ ջան, մի հատ լասիրա ֆասոնին նայեք, էլի։ Ասեն, որ չաղացել է ու լավ ծաներ է։ Լավ, թույլ տամ այստեղ ինքը բազմի, որպեսզի ձեզ էլ լավ տեսանելի լինի։ Այս բերել եմ, որ ջնջիլը սրանից անցկացնեմ։ Ահա, շատ թեթև է։ Այն անգամ, որ ցույց էի տվել, որ կապում եմ բան, մի հետևորդուհիս ինձ գրել էր, որ փոքր է, մեղք է, բերել ես, որ քեզ հսկի։ Սա ինձ ինչ պիտի հսկի, այս փոքր արջը, ինչև չմեծանա, շատ մաքուր է, լուչը կա վրան, սիրտը շատ արագ է աշխատում։ Ասեք, որ մեծացել է։ Հիմա ինչ անեմ, մեղուները կգծեն, քեզ ստեղ։ Արդ ջան, ընդեղ էլ լացդ կապել ես։ Բողոքի գիրքը բաց արած, լացում է։ Ինչ անեմ, ճիշտն ասած բաց կթողամ, բայց թե այս մոտորերս բաց էի թողել, որ սենց ազատ ման գա, մեկ էլ տենամ չկա։ Այն ինչ վիճակ եղավ ինձ, այն ինչ անհանգստություն։ Սկսեցի ամենուր փնտրել, վերջը գտա, արդեն դուրս էր եկել իմ տարածքից, հազիվ կարեցա, որ բռնեմ էլի բերեմ, դրա համար էլ առայժմ կապած կպահեմ։ Լավ, ստեղ, հենց ստեղ ես, չէ, ջնջիլը քանի որ երկար, ահա, ես վերևում, հա, ստեղ հեսա, ստեղ ամուր բան կա, բայց սա չի մտնի դրա մեջ, թե, ոնց որ թե, չափը բռնեց, էլ փետի կարիքը չէ լավ, այդ փետը դրա համար ինչ, հմի որ իմ կողքին արդեն խելոք կպահի իրան, չէ, ստեղ ծուխն արդեն ելնում է, մի հատ էլ օգնեմ, որ սա էլ արագանա, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այսօրվա վլոգս, ինչքան որ կտևի, ամբողջը նվիրել այս գործին, քանի որ իրոք ստեղ գործս երկար է ու չեմ կարա էլի մի մասնիկ նկարեմ, հետո գնամ ուրիշ գործ անեմ, չնայած որ գիտեք, մի աշխարհ գործում եմ, բայց ամենակարևորը էս է, սրանից եմ սկսել։ Այն օրն էլ որ բերում էի, հիշում եք չէ, որ այդ մեղվա պահը ասա, որ մի երկու օրից նոր կտեղափոխես քո ուզած փեթակը։ Իհարկե, էլ այս տեղը չեմ կարա փոխեմ, քանի որ արդեն մեղուն այս ուղղությունն է ինքը վերցրել։ Շատ խորը գիտություն է, սիրելիներս, շատ խորը գիտություն է սա։ Ես ամիսներով հանրագիտան եմ թերթել եւ հարկ եղած դեպքում էլ սենց չգիտեմ ինչ բառերով ասեմ էլի, ամենուր եք ինձ սենց մղել եմ, որ այս աշխատանքը սովորեմ, այս գիտություն ասա, որ այս գիտությունը սովորեմ։ Չեմ պարծենում, բայց 99.9% հասկանում եմ։ Ուսանենց բանա, որ ինչքան էլ տեսնենք, սովորենք, էլի սովորելու տեղ է մնում։ Քանի որ ստեղ եմ ու այս գործն եմ անում ու այս մասին եմ ուզում խոսել, շատ շնորհակալություն ձեր այդքան ջերմ խոսքերի, գրառումների,
ցանկությունների, օրհնանքների համար։ Մեծապատիվ շնորհակալություն բոլորի։ Ահա, խելոքացավ իմ արջը։ Երանի հնար լիներ իր այս դիրքը ձեր համար երևար, փռվել է, դե արդեն գետինն էլա չէ, տաքացել, փռվել է, լեզուն հանել, շնավարի փռված նստած է։ Ինձ թվում է այս մեկը պետք չի գալ, բայց ամեն դեպքում ես իմ զապասը բերել եմ։ Էս էլ են քերիչ հասածն է, որ այն օրը այդ մեղվա պահը այդքան փնտրում էր, ես էլ ունեմ, ահա, սա ճիշտ է մի հատ երկաթի կտոր է, ասենք չիմացողի աչքին, բայց սա շատ կարևոր գործիք է համարվում։ Լավ հանդարտվել են, հիմի մենակ աշխատող մեղուներն են դուրս ու ներս անում։ Ահա։ Հավերիս մի մասը այս կողմն է, շատ են ցրվում իրարից, շատ։ Իհարկե օրվա տարբեր ժամերին էլի, ոչ միշտ, հիմնականում իրար հետ են ման գալի։ Իքիչ հենց հանեմ, որ այս ծուխը իմ սրտովն էլի, որ կայնամ արդեն աշխատանքս սկսել։ Ես հիմնականում սա չեմ օգտագործել, հիմնականում ես իմ մատներով եմ այդ ռամկաները պոկել, վերցրել, իմ գործը արել։ Ընդհանրապես անգամ հանրագիտարանում նշված է, որ կին մեղվապահները ավելի զգուշ են վարվում, ավելի նրբորեն են աշխատում մեղուների հետ։ Ահա։ Մեր բարակ ու նուրբ մատներով։ Կարելի արդեն ուզում եմ ասել կարամ բացեմ, քանի որ օրը կեսօր է, օրվա այն վաղտն է, որ աշխատավոր մեղուն գնացած է ու չեն հարցակվի։ Հիմնականում հարցակվում է աշխատավոր մեղուն, իսկ նոր ծնված մեղուները հանգիստ են ելնում։ Ահա։ Քանի որ այս փեթակի հիմնական տեղը չի, ինքս տեղ մի քիչ տեսնում եք, տատանվում է։ Հիմա սա պետք է վերցնեմ, հետո կողքի փեթակի մեջ դնեմ։ Այն օրն էլ ասի, որ այս երկար փեթակները շատ անհարմար է, ճիշտ է ես երկու հատ ունեմ, առաջվա տարիներին ոնց որ չգիտեի, թե որը կլինի հարմար, որը ինչ, հետո այս ձևի ինձ առաջարկեցին, երկու հատ այս ձևի եմ գնել, ու հենց էլ մնացել է, օգտագործել եմ, քանի որ փեթակ չունեի, ստիպված օգտագործել եմ, բայց շատ դժվարացել եմ։ Հիմա բացենք, բացելուց առաջ էլ ասենք մեր ոտը խերով էլի, մեր մեղվանոցումը։ Աստու քաղցր աչքը իմ մեղվանոցի վրա ալնի։ Հա արջ, մի վախի, քեզ բան չեմ անում։ Այս իրա տակ բարձն է, որի մեջ բուրդ եմ լցրել, սիրելիներս, դեռևս ստեղ չեմ կարել, քանի որ այս ընթացքում որ չունեի, այս իմ ամեն ինչը խախտվել է, ստեղ պետքա կարեմ, որ բուրդը չթափվի։ Ահա, այս էլ, այս կոմ գնեմ, ահա, հիմա բացում եմ, զգուշորեն, և արդեն իսկ տեսնում եմ, որ խաղաղ են իրանք, բայց մի հատ ծուխ տամ, որ ծուխ ենք տալի, մեղունը զգուշանում է ու հանգստանում է։ Ահա, շատ ծուխ տալն էլ չի պետք, շատ ծխից էլ գազազում են։ Ահա, այս ծուխն արդեն իրանց հերիք է, ու քանի որ այս փեթակի առջևի մասը կարճ է սարքած, իրանց այդ թռիչքատախտակը կարճ է, ստիպված եմ ծխարարս գետնին դնել։ Այդտեղ
ինքը կծխի, ես էլ արդեն բացեմ։ Այդ Ռիգունը որ բերին, սիրելի հետևորդներ ջան, բարեհաջող տեղ էին հասցրել։ Խելոքներ ջան, հիմա այդ կողքի փեթակի մեջ պետքա տեղավորեմ, ես էլ վերցնեմ, ինչ շատ դժվար աշխատանք ա սպասվում, պատասխանատու, չեմ ուզում ինչ որ մեկին կանչեմ, քանի որ կարող ա գզեն էլի իմ մեղուները, ես ա որ անվախ այսպես մոտենում եմ, մի հատ է սենց բաց, որ իրանք զգուշանան։ Ուրեմն, այս մեկում պտի դնեմ, քանի որ իմ փեթակների լավագույն փեթակը այս փեթակն է, ըստեղ բարձերը ըստեղ եմ թողել, հին բարձերը, հիմա սրանք կհանեմ, կտեղափոխեմ, ըստեղ գետնին էլ դնեմ, չի խանգարի, այս էլ իրա շորերն է, մոմապատ, այս լրիվ մոմապատ շորերն է, 10 տարուց ավել չեմ հաշվել, այդքան ժամանակա, որ ես իմ մեղուները պահում եմ։ Զբաղվում եմ մեղվապահությամբ, մեղվաբուծությամբ, այսենց։ Ստեղ նորմալ է, մաքուր է, նաև ստեղ կա ակնամոմ, ուզում եմ ակնամոմը ցույց տալ, ահա, պոկեցի մի մասնիկ, այս էլ բնական ակնամոմ է, շատ բուժիչ, երևի լրիվ պոկեմ, կօգտագործեմ, ահա, որտեղ է պետք գալի քերիչը, այս որ բացա ոչինչ, իրանք հանգիստ են, հիմա այս ակնամոմը քերեմ, չնայած տանը շատ հավաքած ունեմ, բայց ես է պոկեմ, իրանք նորը կբերեն, ահա, չեղավ, մտավ են մի կողմը, ես է սա վերցրի, քանի որ ակնամոմը նաև չի կարելի շատ արևի տակ պահել, դրա համար ըստեղ այս շվաքումը կդնեմ, մի հատ էլ ըստեղ ամեն դեպքում ավելորդ բաներ կա էլի, այդ բաները կքերեմ, և արդեն սկսեմ տեղափոխությունը։ Այն քողերից ես չեմ դրել, մենակ, ասենք, մեղրաքամի պահերին եմ դրել, էդ էլ այդքան էլ ինձ պետք չի եկել։ Սրանք աստիճանաբար հետ եմ դնում, այդ Ռիգունը որ բերին իմ մեղուն, մեխած էր այս ամեն ինչ, այդ մեխերը հանեցին, հետո իրանց գնալուց հետո ես բացել եմ, ծուխ եմ արել այդ ուշ ժամին, իմ հեռախոսի լույսով միացրել եմ, հետո մի հատ մեղրով ռամկա եմ ավելացրել, մեղուն էլ ազգում էլի, իրան սիրում ես, թե չես սիրում, դրա համար բերի իմ մեղուներին մեղր պատիվարի, հիմա սրանց հետ եմ բերում, որ ընդեղ առաջից հանեմ, իմ մեղուն չջարդվի, ինչպես որ ասի, սա շատ խորը գիտություն է, հիմնականում նաև ստեղ չուզեցի դնել, որ տեսեք ծխարարս չեմ կարողանում տեղադրել, որ ծուխ անմիջապես բարձրանա ու լցվի ստեղ, եթե Աստծո հաջողությունով շատ զարգանան, միգուցե ստեղ էլ դնեմ, մինչև որ այս փեթակը կմաշվի, կամ էլ այս պահին ինձ պետք եկա, որ
գնամ ու ապահով բերեմ, քանի որ սա ոչ մի հատ ծակուծուկ չունի։ Ստեղ նաև ես թազա ռամկա էի ավելացրել, որ իրանք մաքրեն, պատրաստեն, որ մայրը գա ձվի։ Էս ես եմ դրել ու արդեն վրան աշխատում են։ Մի հատ էլ դրել էի արդեն ավելի լավ պատրաստը, որ ձվի մայրը, հիմա նա ստուգեմ։ Չնայած մինչև 100% անոց իրան սրտով չի լում, մորը չեն բերում, որ ձվի, մայրը չի գալի։ Ահա, ստեղել են աշխատում, այսինքն նախապատրաստական աշխատանքները համարվում սա, մեղուն աշխարհի ամենամաքուր կենդանի շունչն է։ Այսենց։ Լավ է։ Մի լավ կնախապատրաստեն, հետո մայրը կգա կձվի։ Ահա, այս ռամկան էի ավելացրել մեղրով, կիսով չափ երկու կողմը կար ու արդեն ես տեսնում եմ, որ այս կողմը իրանք կերել են, ահա, դատարկ կա։ Այս կողմը վերևի մասը մի քիչ կա դեռ, ահա, երևում է։ Ընդեղից առանց մեղր եմ բերել։ Ահա, քանի որ մեղուն իրա զարգացման շրջանում նաև շատ ուժեղ սնվել է պահանջում, պետք է սնվի, որ կարողանա աշխատի, ինչպես որ մարդը առանց սնվելու չի կարող։ Հիմա ուզում եմ ստեղ տեսնեմ, մայրը հո ստեղ չի, թագուհին, հա թագուհի ջան, չէ, ստեղ չի, էս ստեղ ենք դնում, հետո ասում խերով բարով լինի, Աստծու քաղցրը աչքը ստեղ լինի։ Ահա։ Արջ։ Հիմա ստեղ նայեմ։ Տեսնենք թագուհին ստեղ է, թե չէ։ Այո, ստեղ է, քանի որ նշանարած է, համելինքը տարբերվում է, ինքը մայրը միշտ գույնը տարբեր է լինում։ Նաև իրեն ճակատի կանաչ գույնը արդեն շատ հեշտությամբ կգտնեմ։ Խաղաղ աշխատում են։ Դեռևս ստեղ ձուկ է դուրս գալու։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ձեզ հետաքրքիր կլինի, շատ շատերիդ ուզում եմ մոտեցնել եւ դուք մորը կգտնեք։ Փորձեք գտնել։ Եթե գտաք, ապա կարող եք գրել։ Քանի որ երկար չի կարելի այսպես պահել, ես շտապեմ։ Եվս մեկ անգամ տեսնելով մայրը ստեղ է, թե պատահաբար վայր չընկնի իր ծանրությունից։ Ահա։ Եկել այս կողմ։ Ահա։ Ասենք մեր թագուհին ստեղ իրան լավ զգա։ Շատ ձու դնի, շատ մեղուներ հանի։ Մեզ էլ մեղր բերի։ Որից հետո այս ռամկանա, որը մեղուները պատրաստում են ձվադրելու համար։ Ահա, ստեղ էլ նայելը պետք չի, կարմիր ենք ասում, ճիշտ է ինքը կարիճնիվի գույն է, բայց սովորություն է, մեղվապահների լեզվով ասում են կարմրած ձու։ Ահա, այս ռամկաները կարճ ռամկաներ են, ես հետս հետ իմ ձեռքի տակ ունեցած մեծ ռամկաները կդնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Արդեն բզոց է գալի, ես պետքա մի հատ ծուխը վերանայեմ։ Նաև մեղուների ձայնից ենք հասկանում, մեղուն ուզում է հարցակվի, թե չէ։ Արջ։ Հատկապես, որ մորը տարա, սրանքը մի անհանգիստ ձայներ են հանելու։ Մի հատ էլ տանեմ և արագացնեմ, էս էլ ածված, կարմրացրած, ահա, փառք Աստծո, որպեսզի գետնին չտնեմ, այս կողքի փեթակը բացեմ, չէ, հետո ստեղ տեղավորեմ, այս սենց,
շատ տեղ ապահով է եղել։ Ես էլ ստեղ տեղափոխեմ, որ գետնին չդնեմ։ Քանի որ մեղուների մոտ չի կարելի շատ խոսել, ես լռում եմ, իսկ դուք դիտեք։ Իսկ այս կողմը ես էլի իմ ունեցած ռամկաներից էի դրել, որ մեղուն գա, մաքրի, նախապատրաստի և արդեն իսկ աշխատում են։ Ես արդեն կարող եմ հետնի վրա դնել։ Այ մեղուներ ջան, էսա ձեր թագուհում ձեզ կտամ։ Քանի որ ես էլ ծանր ա, ուժերս հավաքում եմ և բարձրացնում։ Հենելով ոտքերիս վրա, այսպես, տեսնենք ոնց կստացվի, թեկուզ և թեքը գծեմ, չի խանգարի, ահա, ինչ-որ մի բան անում ենք, ինչ-որ մի ձև գտնում ենք, թեկուզ և մենակ ենք աշխատում, մեր գործերը ձեր ենք անում, ստացվեց, ու այսպես, մնում է, որ այն կողմի վրա թոլ չլի։ Թոլը գիտեք, որ նա, որ չգլորվի։ Տակը քար կտնեմ։ Էդե մնա, մնա։ Ստեղ ես ավելորդ թոլերը պոկեմ։ Մանավանդես լոբակոլը, հետո արդեն ես մեկը, էլի ուժերս հավաքում եմ, էլի ծանր ա, բայց քանի որ ինքը մի քիչ փոքր ա, ինձ կստացվի ավելի հեշտ բերեմ, ահա, սա էլի ստացվեց, ահա, պտտում եմ, այս տատանվելը ես հետո կկարգավորեմ, հիմա աստեղ ռամկաներն եմ ուզում դասավորեմ, քանի որ ես 3-ից 4 հատ ավելացրել եմ, երևի կթեթևացնեմ, օրինակ այս մեկը կհանեմ, կամ էլ այն վերջի երկուսը կհանեմ, ես արդեն հագին գործ են արել, սա կթողնեմ, եվս մեկ անգամ ստուգ եմ տենամ թաքուհին ստեղ ա, հա, ստեղ ա, ու հիմա դասավորեմ, ինձ թվում է նկատելի երևում ա, թե մեղուները ոնց են ստեղ արդեն թռչում դեպի այս կողմ, ես էլի լռում եմ, սիրելի հետևորդներ ջան, որ աշխատեմ,
այդպեսով էլ ձակ կբռնեմ։ Շատ բարի։ Հիմա տեսնեմ, քանի ստեղ եմ, ձակն էլ վերցնեմ, ծուխս լավացավ, ստեղ, սենց ենք անում, սրանց կբերեմ մեղրով ռամկա գտամ, որպես ձաքի, ստացվում է, որ երկու գործ մի անգամից արեցի, այ դրա համար էլ ասում է, որ գործս այստեղ երկար է, հիմա ձաքի համար ընտրում եմ այս մեկը, այս մեկը տենամ հանկարծ թաքուհուն հետս չբերեմ ու մի հատ էլ ու վերջ տեսնեմ որն եմ ընտրում չգծես այ խտիկ էս տալի այ մեղու ջան ուզում եմ նոր ձու տեսնել արևի շողկերը խանգարում ահա ոնց որ թե էս լավ է ու մեկ է սա արդեն ստեղ դասավորություններ եմ կատարում և մի քիչ բունը լայնացնում եմ շատ լավ է, հիանալի ուղղակի հիանալի բան ստացվեց ահա այսենց այնպես որ սրան չթուլացրինք հիմա մի հատ սրան շորով փակում եմ առայժմ հատ էլ ես իրա բարձ ամեն դեպքում դնեմ, իրանք կխաղաղվեն ստեղ չծածկեմ էլ կլնի, զբաղվում եմ սրանով մի հատ ծածկում եմ, արագի մեջ գնամ, մեղրով ռամկա բերեմ եթե ես այդ մեղրով ռամկան հետս բերած լինեի, հեչ լավ չէր ստացվի ստեղ թակում, որ դուրս չգան, դե գնամ մեղրով ռամկան էլ բերեմ, որ քանի որ փակած են մնալու, այս օրերին սոված չմնան, բերեցի ռամկաները մեղրով, ահա, սիրելի հետևորդներ ջան, երկու հատ եմ բերել, որ մեկն էլ սրան ստամ, որպես կերապաշար, առայժմ ես կոմ կդնեմ, հետո կդասավորեմ, կամ էլ մի անգամից դասավորեմ, ահա, տեսեք, մեղրով ռամկան, երկու կողմից էլ մեղրը, քանի որ ընդեղ արջևում ունեի, դրա համար ես մեկն էլ վերջից կարամ դնեմ, իրանք կգան ստեղից կուտեն, շատ արագի մեջ էլ այս մեկը
Քանի որ այս մեկը մի քիչ մաշված է, բայց ամեն դեպքում, քանի որ մոմած է, դա կդնեմ ստեղ։ Ոյ, քիչ է մնում կծի։ Սրանք խելոք են, բայց ծուխ եմ տալի։ Այսպես։ Սրանց մեղրը դնում եմ ամենաառաջ։ Էլի երկու կողմից կարող եմ մոտեցնել, որպեսզի ձեզ էլ հետաքրքիր լինի։ Էս էլ է մեղրը, էս էլ է մեղրը։ Այստեղ մոտ 2 կիլո մեղր կա։ Այս մեկը հետևի մասը կտանեմ, որ սրանք կերից մոտի կլինեն։ Եվ ստացվեց, որ 3 ռամկով ձակ վերցրի, 3 հատ ձված ռամկով, գերազանց։ Այս է նեկտարն է, այստեղ նեկտարի ու մեկ էլ ծաղկափոշու պահեստն է։ Այս էլ այստեղ, քանի որ սրանք նոր են, դրա համար նեկտարն ու ծաղկափոշին սրանց բաժին հասավ։ Նրանք մեծ են, իրանց համար էլի կբերեն։ Ամենաառաջ այս մոմածը, սա նաև տաք է պահում։ Հետո այս մեկը։ Սա էլ է մոմած, հետքերը երևում է։ Ինչքան որ այս շորը մոմը խիտ է ալում, այդքան ուրեմն հին է այդ շորը։ Որն էլ հենց ասում է երկար տարի զբաղվածությունը։ Այս էլ ստեղի բարձը։ Սիրելիներս, եթե չգիտեք, հիշեցնեմ, որ այս բարձը շոգ ժամանակ հով է պահում, ցուրտ ժամանակ տաք է պահում։ Եվ արդեն փակում բերանը։ Մի վախի, արջուկ։ Եվ այսպես։ Ասենք հորով-մորով է լինի։ Ստեղ մի քիչ սրտովս չի, ստեղ էլ նայեմ։ Այստեղ սա էլ փակեմ։ Շատ ծանր են այս փեթակները, քանի որ մաքուր փայտից է, լորենու փայտից է։ Բայց չգիտեմ, բարձը սրան կգա, թե չէ, ես ասա էլ կդասավորեմ։ Բայց սրա տեղը դեռևս տատանվում է։ Չէ, այս իրանը չեր ուրեմն քար, հեսա։ Քարի կտոր կդնեմ։ Այսպեսով ավարտեմ այսօրվա վլոգը, սիրելի հետևորդներ ջան։ Շնորհակալություն, որ եղաք իմ զրուցակիցը։ Եվ ես էլ ոգևորված սկսեցի իմ աշխատանքները։ Առայժմ